Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մենք չենք կարող անընդհատ մարդկային տականքի պես ապրել 18-20 տարեկանների թիկունքում։ Մենք այլևս տենց չենք կարող։ Գնացեք Եռաբլուր, տեսեք, ամանչեք իրանց ներդրումից ու մտածեք մենք ինչից ենք վախենում։ Եթե լինեն մարդիկ փողոցում, իսկ ով պիտի ասի մի արեք։ Այդ դրսից, ներսից ով պիտի ասի մի արեք կամ ով պիտի կանգնացնի։ Ոստիկանությունը պիտի կանգնացնի, չի կանգնացնելու։ Նա Սինանյան էր բերել, արեց ամեն ինչ, որ Սփյուռքի հետ մեր կապերը ավիրվածության աստիճանի հասնել, վատ իմաստով, եւ բան արեց։ Հիմա էլ անցել է եկեղեցու հետևից։ Ակնհայտորեն սա դրսի պատվեր է։ Իրանց թիրախում է նաեւ Սևանը, որովհետեւ սա ստրատեգիական կարեւորություն ունեցող անվտանգության տեսակետից կարևորագույն էլեմենտներից մեկն է Սևանը, որը մեզ ի վերուս, չգիտեմ, Աստծո կամոք մեզ ա տրվել։ Հիմա մենք սա պահպանել մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է Սևանի խմելու ջուրը։ Հիմա այս մարդիկ հաշտ են նաև նրա հետ, որ կարող են այդ ամեն ինչը զիջել օտարի։ Գիր վերընտրվելուց հետո գալու է ասի ժողովուրդ, եթե մենք սահմանադրությունը չփոխենք, պատերազմ է լինելու։ Հետո գալու է ասի ժողովուրդ, եթե այն ինչ որ զանգված մարդկանց չգա Հայաստան, օտար երկրի ասենք ադրբեջանական կողմից, որ մարդիկ չգան Հայաստան, պատերազմ է լինելու։ Հետո ասելու է, եթե մենք Սևանը չհանձնենք ադրբեջանցիներին, պատերազմ է լինելու։ Հետո ասելու է, որ այսինչը չանեք, պատերազմ է լինելու։ Հետո ասի, որ մենք բանակ ունենանք, այսինքն ինքը անընդհատ մեզ պահելու է վախի մեջ ու այդ խաղաղությունը մեր վրա վաճառելու է։ Որ պահին Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ մի փոքր իր ռեյտինգը սկսում է բարձրանալ, ինքը անպայման գնալու է ընտրությունների եւ գնալու է կեղծիքով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի հետ, բարի երեկո։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերին։ Ես շնորհակալ եմ։ Տիկին Կարապետյանց առավոտը, որ արթնանում եք ու էկրանին հայտնվում է այդ սրտիկը հայտնի գլխի մասնակցությամբ, ոնց է անցնում ձեր օրը։ Ես հրաժարվել եմ կատեգորիկ կերպով հետևել, unfollow եմ եղել շատ վաղուց պատերազմից հետո, որովհետև համարում եմ, որ դա կործանարար է, բայց աշխատանքի բերումով, նախկին աշխատանքի բերումով որպես իրավապաշտպան եւ հիմա որպես քաղաքականության մեջ նոր մտած մարդ ստիպած ես լինում ինչ որ հետևել, հա։ Ես խնդրել եմ իմ այն գործընկերներին, ովքեր ակտիվորեն առողջությունը եւ նյարդերը ավելի ամուր են ու կարողանում են հետևել այդ process-ին, ինձ ուղարկել հենց այն հատվածները, որոնք կարեւոր են իրեն, աշխատանքի բերումով։ Բայց այդ սրտիկը ինչ կցուցանի, որտեւ ինքը հենց այնպես ոչ մի բան չի անում, հա։ Կարծեմ թե հանրական բան ենք դել Ստամբուլի քաղաքապետի հետ կապված թուրքական այդ գծի նա էր իր նախընտրական այդ process-ում մի քիչ ուրիշ ձև էր սիրտը ցույց տալի, բայց դե ընդհանուր բաներ շատ կան։ Դա ընդունված, այսպես տարածված ժեստ է երիտասարդության մոտ, կարծում եմ ինքը կարողանում է տենց էպոտաժ ինչ-որ գործողություններ անել ուշադրություն գրավելու համար, իրանց համար կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանի մասին խոսվի։ Թե ինչ կխոսվի, դա հայտնի PR այսպես գործողություն է, ասում է սև PR-ը եւս PR-ը, հա, դա կարևոր որ քո մասին ինչ-որ ընթացքում խոսեն եւ իրեն մասին խոսում են։ Բայց անշուշտ դա, չգիտեմ, դրական ոչ մի էմոցիա չի առաջացնում։ Միայն կարծեմ դեսպաններից մեկն էր, որ տենց շատ ազդվել էր եւ կրկնեց այդ process-ը, ցավում եմ, որ մեր միջազգային գործընկերները, չնայած իրենք բոլորը այստեղ ժամանակավոր են, մեր հասարակությունն էլ պիտի հասկանա, որ ցանկացած ներկայացության ղեկավար այստեղ ժամանակավոր է։ Հետո իրանք վերադառնալու են իրենց բարեկեցիկ, իրենց կայացած երկրները եւ էական էլ չի, թե այս պահին ինչ արձագանք են տալի օրվա իշխանություններին, թե նախկինում, թե հիմա։ Շատ ավելի կարևոր է, թե մենք մեր ներսում, մեր համար ինչ ենք որոշում, մենք ինչ ենք ուզում։ Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին, ձգտեք չնայել, չհետևել, որովհետև մենք ունենք շատ ավելի կարևոր գործեր ու աշխատանքներ, որոնք պարտավոր ենք իրականացնել։ Հիմա այդ շատ կարևոր եւ պատասխանատու գործերը թողել այս մարդը, անցել է եկեղեցուն, մենք տեսանք, որ արդեն 2 կիրակի այս մարդը որոշել է կեղծ պատարագի մասնակցել եւ կարծես կաթողիկոսի ֆունկցիաներն է այլևս ինքը կատարում, որոշում է այս մարդը կարգալույծ է, այս մարդը կարգալույծ չի, ինքը կարող է պատարագ անել, այս մեկը չի կարող պատարագ անել։ Եվ մենք նախորդ կիրակի տեսանք, թե ինչ սակավաթիվ էր, հա, ավակվել Հովանավանքում, այն դեպքում, երբ որ վարչական ռեսուրս, պատգամավորներին ես պատկերացնում եմ, թե այդ ներսում ինչ
ահաբեկելու բանով, հա, այդ թոկը վզներից կախած քարշատվել դեպի Հովհաննավանք եւ այս իրավիճակում ինքը չի դադարում կանգ առնել եւ հաջորդ իսկ րոպեին հայտարարեց, որ հաջորդ կիրակի գնում ենք Թալին եւ այդ Թալինի հոգեվորականը մեկ օր առաջ հայտարարել էր կիրակի օրը մասնակցելու եմ Հովհաննավանք պատարագի։ Հիմա ես չգիտեմ այս հոգեվորականի ճակատագիրը ինչ կլինի, Մարիաթորը վերջ-վերջո ինչ որոշում կկայացնի, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը ինչ որ տեղի անելում հակաեկեղեցական է եւ կարգալույց անելը օրինաչափ կարծես թե։ Մենք ունենք շատ հստակ իրավիճակ։ Սահմանադրությամբ ցանկացած կրոնական կազմակերպություն եւ ոչ միայն սահմանադրությամբ, այլ Հայաստանի կողմից իրենց պարտավորություններ որպես վերցած միջազգային բոլոր կոնվենցիաներով, համաձայնագրերով, որոնք այս ոլորտը խղճի հետ կապված, կրոնի հետ կապված կարգավորումներ ունեն, բոլոր կոնվենցիաներով ցանկացած կրոնական կազմակերպություն ինքը անկախ է։ Դու չես կարող իշխանությունը, օրվա իշխանությունը չի կարող խառնվել ցանկացած կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Նույնիսկ հայ առաքելական եկեղեցի սահմանադրորեն է, այո։ Բոլոր կրոնական կազմակերպությունների գործերին ինքը չի կարող խառնվել։ Իրենք ունեն իրենց կանոնակարգերը, իրենց կանոնները, իրենց պրակտիկաները, բացառությամբ խառնվել կարող են միայն այն դեպքերի, երբ որ կա ակնհայտ ինչ-որ հանցագործության դեպք։ Հիմա երբ որ հնչում են ինչ-որ մեղադրանքներ, որոնք որ ոչ քրեորեն պատժելի են, ոչ էլ եկեղեցին ինքը անձնապես քննարկման առարկա է դարձնում այդ թեման, ով ես դու, որ գնաս այդ հարցերը քննարկես մեկ։ Երկրորդը, իսկ ինչու հենց հայ առաքելական եկեղեցին, մենք չունենք ուրիշ կրոնական կազմակերպություն։ Ես ամեն անգամ ներողություն եմ խնդրում, որտեղ իսկապես ես այն մարդկանցից եմ, ով շատ տոլերանտ, շատ հանդուրժող է ցանկացած կրոնական մարդու նախասիրությունների։ Բայց կներեք, էլի, եթե մի եկեղեցին է թիրախավորվում, մի կրոնական կազմակերպությունն է թիրախավորվում, մնացածը տենց հաշտ ու համերաշխ են։ Որ ասում բանում հայ առաքելական եկեղեցում կան ինչեր կան, շպիոն բաներ կան, հա, ուրիշ երկրի գործակալներ կան։ Ինգե ջան, ուրիշ երկրի գործակալը դա լուրջ խնդիր է։ Իսկ ես հարց եմ տալիս, ուր է քրեական գործերը, այդ գործակալ լինելու հետ կապված, դու 7 տարի իշխանություն ես։ Դու 7 տարվա կտրվածքով պարտավոր ես իրականացնել գործողություններ, որոնք վնասում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Նախ արդյոք միայն հայ առաքելական եկեղեցում են այդ շպիոնները, այլ կրոնական կազմակերպություններում հաստատ չկան, ստուգել եք, հա, թե պայմանավորվածություն ունեք իրար հետ։ Երկրորդը դու քո քաղաքացիական պաշտոններում շպիոններին բռնե պրծել ես, մարդ չի մնացել, դու քո գլխավոր շտաբում ես բռնե, դու քո գլխավոր դատախազությունում ես բոլորին մաքրե, դու լուստրացիա ու վեծինգ ես արել քաղաքացիական կյանքով ապրող քո ուղիղ ենթակայության տակ գտնվողներին բոլորին ստուգել ես, մնացել է մենակ հայ առաքելական եկեղեցին, չէ բնականաբար։ Ուտեղ հարց է ծագում, իսկ ինչի հայ առաքելական եկեղեցին, որովհետև հայ առաքելական եկեղեցին դա ցանցային նախ 1700 տարվա ինստիտուցիոնալ հիշողություն, միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որը մենք ունենք, հայերը կարողացել են պահպանել։ Երկրորդը դա ցանցային կազմակերպություն է, որը ունի կապեր ամբողջ աշխարհում։ Երրորդը դա հայերին համախմբելու հնարավորություններից մեկն է, միակը չի, բայց ամենակայացածներից մեկն է։ Դա Սփյուռքի հետ մեր համագործակցության մեծագույն հնարավորությունն է, եւ այս բոլորը ունենալու պարագայում, օրինակ Ադրբեջանը կարող էր դառնալ սուպերպետություն։ Բայց սա խնդիր է Թուրքիայի համար, սա խնդիր է Ադրբեջանի համար, սա խնդիր է տարբեր այն երկրների համար, որոնք Հայաստանի մեջ վտանգ են տեսնում։ Եվ իզուր չի, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե մնացած այլ երկրներ, որոնք մեզ ուժեղ չեն ուզում տեսնել, հետևողականորեն հարվածում են իրենց պահանջով եւ իրենք հնչեցնում են։ Ամենակարևորը, պատկերացրեք ինչքան են կուլիսային զրույցներ ունեցել, ինչ պարտավորություններ են որոշ մարդիկ իրանց վրա վերցրել, որ հիմա արդեն ներողություն եթերային բարձի, բայց պիտի ասեմ, ափաշքարը եթերից ասում են ու պահանջներ են ներկայացնում։ Դե Փաշազադեի հայտարարությունից հետո անմիջապես Նիկոլը անցնում է գործ։ Բոլոր քաղաքական, այսպես կոչված ուժերը, իշխանությունների կողքերին կանգնած դրսի այդ պահանջատեր երկրների կողքի կանգնած, այսպես կոչված քաղաքագետները, վերլուծաբանները, բոլոր դրա մասին են խոսում, որ հայ առաքելական եկեղեցին եւ մեր Սփյուռքը
Դա Հայաստանի համար, Հայաստանը ուժեղացնելու համար լավագույն գործիքներից մեկն են ու իրանք ճիշտ են։ Հիմա պետք է ինչ անել, պետք է հարվածել այդ երկու բաներին։ Կապերը կտրեց այն մի հատ չստացված մեկին բերել էր, ոնց էր անունը մոռացա, Սինանյան, կարծեմ։ Մի հատ Սինանյան էր բերել, արեց ամեն ինչ, որ Սփյուռքի հետ մեր կապերը ավիրվածության աստիճանի հասնել, վատ իմաստով, եւ բան արեց։ Հիմա էլ անցել է եկեղեցու հետևից։ Ակնհայտորեն սա դրսի պատվերա, թե չէ, ասում եմ նորից դու սաղ ինձ ստուգել ես, սաղ կույս են, կուսակրոն են, ոչ մի երկրի շպիոն չեն, իրանց կանոնագրքերը, սուրբ կանոնագրքերը բոլորը իրականացնում են, հա, դու ոչ մեկին հարց չունես, մենակ իրանց ունես, ու սա շատ հստակ երևում է նաև, այո, այդ բաներից, հայտարարություններից, որոնք դրսից հնչում են։ Ու սա պատճառը զուրկ լինելը մեղադրանքների տեսքով նաև, հա, դիմացինի վրա այտենց փաթաթել եւ ախր գիտես կոմպենսացնելը Սպարտության ուրիշի բարոյականության մասին խոսացող մարդը պիտի բացառիկ բարոյականության տեր մարդ լինի, արժե համակարգ կրող լինի։ Այս մարդիկ բոլոր բարոյական օրենքներից զուրկ, բոլոր տեսակի մարդկային, չեմ ասում հայկական, համամարտկային արժեքներից զուրկ մարդիկ են, ու այս մարդիկ որոշել են, որ իրանք պիտի գան մեր Ինչ էին ասում, ինչ պիտի ստեղծեն 4-րդ հանրապետություն պիտի ինչն եք ստեղծում, ինչի վրա եք ստեղծում։ Դե իրանք ասում են արդեն իրական Հայաստանում ենք ապրում, խաղաղ ենք ապրում։ Ու ամենակարևոր բանը մենք պիտի մեր հասարակությունը շատ լավ հասկանա։ Կապ չունի դուք, անգամ եթե դուք որևէ այլ կրոնական կազմակերպության անդամ եք, բայց ձեզ հայ եք իդենտիֆիկացնում, ընկալում եք ձեզ որպես հայ, դուք պիտի հասկանաք, որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այսպիսի վերաբերմունքը ձեր կողմից եւս պիտի դատապարտելի լինի, որովհետեւ սա մեր ազգային արժեքն է։ Այո, հայ առաքելական եկեղեցին եւս ունեցել է եւ գուցե եւ հիմա ունի սխալներ, ոչ այդքան ոչ բոլոր կրոնական, այսպես բարձրաստիճան պաշտոնյաներն են մեր սրտի կամ մեր համար լավագույն տարբերակները, եղել են պատմության մեջ տարբեր դրվագներ, բայց սա բացարձակ այս պահին իրականության հետ կապ չունեցող process-ներ են։ Հենց հիմա գնում է Հայաստանը կազմաքանդելու, բոլոր հիմքերը կազմալուծելու ճանապարհով։ Դրա համար անգամ նրանք, ովքեր իրենց հավատացյալ չեն համարում, բայց հայ են համարում, ագնոստիկ են համարում, բայց հայ են համարում, այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչ են, բայց իրենց հայ են համարում, իրենք բոլորը պիտի լծված լինեն այս պահին թույլ չտալու, որ հայ առաքելական եկեղեցու հիմքերը խարխլվեն կամ հարված հասցվի։ Ես ինձ չեմ համարում մոլի տենց հավատացյալ։ Ես ունեմ իմ պատկերացումները, բնականաբար ես կքված եմ, մկրտված եմ հայ առաքելական եկեղեցում, իմ երեխաները եւս, հա, բայց երբեք չեմ եղել տենց մոլերանտ, առավել եւս հաշտ չեմ շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց ես իմ սրբազան պարտն եմ համարում արձագանքել այս իրավիճակին եւ թույլ չտալ, որ հայ առաքելական եկեղեցու վրա այսպիսի հարձակում իրականացվի։ Այո։ Եվ նախորդ օրը Ալիևը հայտարարեց, որ քարտեզի վրայից Սևանը որպես Սևան չկա, անվանումը նույնիսկ չկա, եւ արձագանքը ինչ եղավ, երեք ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը ասեց, դա իրենց լսարանի համար է ասում եւ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Այս իրավիճակում մենք բազմիցս տեսել ենք, չէ, որ հանգիստ եղեք, Արցախը մերն է, պատմում էին, չէ, թե ինչպես են այդ նռները ձեռը նկարվել, մեր հայրենիքն է։ Հիմա անցնում են արդեն Սևանին եւ այդ հյուսային հատվածը իհարկե գիտենք, թե ինչ իրավիճակում եւ ոնց են նվեր անելու թշնամուն, ինչը որ մենք ականատեսն ու վկան ենք եղել, չէ, հայրենիքի մի ողջ Շատերի մոտ թյուր տպավորություն կա, որ Ադրբեջանը բավարարվելու է միայն Սյունիքի այդ հատվածը կտրելով ու տանելով։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանը խմելու ջրի, պաշարի շատ վատ իրավիճակ ունի։ Իսկ խմելու ջուրը դա միայն այդ, այս մենք որ խմում ենք սրա մասին չի խոսքը։ Խոսքը նաև ծառերը, այս ամբողջ բուսականությունը ոռոգելու համար դու չես կարող ծովի ջուրը օգտագործել։ Դա պիտանի չի։ Եվ մեր հասարակությունը հստակ պիտի հասկանա Ադրբեջանը երբեք չի սահմանափակվելու Սյունիքով։ Այո, իրանց թիրախում է նաև Սևանը, որովհետև սա ստրատեգիական կարևորություն ունեցող անվտանգության տեսակետից կարևորագույն էլեմենտներից մեկն է Սևանը, որը մեզ ի վերուս, չգիտեմ, Աստծո կամոք մեզ ա տրվել։ Հիմա մենք սա պահպանել մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է Սևանի խմելու ջուրը։ Հիմա այս մարդիկ հաշտ են նաև նրա հետ, որ կարող են այդ ամեն ինչը զիջել օտարին եւ իրենք վերցնելու են դա։ Չի եղել միջև այսօր մի հայտարարություն, որը միջև վերջ չի հասցրել Ադրբեջանի ղեկավարությունը։ Չկա ուղակի։ Սև լիճը հանձնողը, Սևանա լիճը չի հանձնելու։ Ցանկացած հայտարարություն, որ արել է Ալիևը, ինքը հետևողականորեն դրա հետևից գնացել է։ Եւ ինքը գնում է դա իր ՀԿ-ների
ձեռամբ իր քաղաքական գործիչների, իր այսպես ասած սփյուռքի, որը որ ունի իր փողերով, տարբեր պաշտոնյաներ առնելով, այսինքն օրինական եւ անօրինական ճանապարհը բոլոր գործիքներ ինքը օգտագործում է։ Մենք ենք, որ ունենք, հասկանում եք, մենք ունենք համակարգ, մենք ունենք սփյուռք, մենք ունենք եկեղեցի, որի հնարավորությունները, որի կապերը, որի ազդեցությունը կարող է լինել տիեզերական մասշտաբի, բայց մենք այս ամեն ինչը չենք օգտագործում։ Մենք լսում ենք մի հատ Ալեն Սիմոնյան գալիս ասում է, դե ասում է իր ներքին լսարանի համար է լուրջ, իսկ Արցախը վերադարձնելու հարցը իրանց ներքին լսարանի համար էր այն ժամանակ։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ չի տեսնում Արցախահայության վերադարձ։ Դե իրանք շատ վաղուց չեն տեսնում իրականության, բայց դա ոչ Նիկոլ Փաշինյանի որոշելու հարցն է, ոչ Ալեն Սիմոնյանի, ոչ Ադրբեջան չէ, Ալիևի, ոչ Թուրքիայի, ոչ էլ ամենայն հարգանքով, բայց ոչ էլ որևէ գերտերության լուծելու հարցն է։ Կան կոնվենցիոն իրավունքներ։ Դրանք վերաբերվում են ցանկացած մարդու եւ արցախցիները մտնում են, եթե չորոշեն փոխել։ Երբ որ այդ կոնվենցիաները կգրեն, այս կոնվենցիայով հա ցեղասպանության չենթարկվելու իրավունքը, ցեղասպանություն զերծ մնալու իրավունքը, չգիտեմ, իրանց պապական հողերում ապրելու իրավունքը, իրանց մշակութային արժեքները պահպանելու իրավունքը վերաբերվում են բոլորին, բացի արցախցիներից, դե մենք էլ կընդունենք որպես իրողություն։ Բայց դրանք վերաբերվում են բոլորին եւ դա քանի դեռ դա չեղարկված չի, սա նշանակում է այո արցախցիների իրավունք ունեն։ Խոսքը համադրության փոփոխության մասին է։ Խոսքը միջազգային կոնվենցիաների մասին է։ Միջազգային կոնվենցիաները ոչ մենք ենք ընդունել, ոչ արցախցիներն են ընդունել, այսինքն հիմնադիրը այդ սկզբունքների առաջ քաշելը դա Հայաստանը չի արել, ոչ էլ արցախցիներն են արել։ Սա արել են մեծագույն գիտական, չգիտեմ, փիլիսոփայական միտք ունեցող հզորագույն պետությունները ժամանակին։ Ինչու եմ ասում սահմանադրական, որովհետև սրանց առաջ նաև դրած է սահմանադրությունը փոխելու հարց։ Այս շատ կարևոր հարց է, տեսեք, այս մարդը ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Հիմա ինքը այդ թեզով գնալու է ընտրությունների։ Ես կգամ, պատերազմ չի լինելու եւ ես ձեզ բերել եմ խաղաղություն։ Իրականության մեջ լինելու է հետեւյալը։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը շատ հստակ պատկերացնի։ Հիմա ինքը միջև ընտրությունները ամենայն հավանականությամբ բանը չի դնի, Սահմանադրականի հանրաքվեն չի դնի։ Ինքը կանի դա հետո, որովհետև իր վերընտրվելուց հետո, Աստվածության իհարկե, իր վերընտրվելուց հետո գալու է ասի ժողովուրդ, եթե մենք սահմանադրությունը չփոխենք, պատերազմ է լինելու։ Հետո գալու է ասի ժողովուրդ, եթե այն ինչ որ զանգված մարդկանց չգա Հայաստան, օտար երկրի, ասենք ադրբեջանական կողմ, ինչ որ մարդիկ չգան Հայաստան, պատերազմ է լինելու։ Հետո ասելու է, եթե մենք Սևանը չհանձնենք ադրբեջանցիներին, պատերազմ է լինելու։ Հետո ասելու է, որ այսինչը չանեք, պատերազմ է լինելու։ Հետո ասի, որ մենք բանակ ունենանք, այսինքն ինքը անընդհատ մեզ պահելու է վախի մեջ ու այդ խաղաղությունը մեր վրա վաճառելու է։ Հետևաբար միակ տարբերակը, լավագույնը չէ, միակ տարբերակը այս մարդուն թույլ չտալ, որ ինքը վերարտադրվի։ Ես հասկանում եմ, որ մարդիկ հոգնել են պատերազմից, ես հասկանում եմ, որ մարդիկ բոլորս էլ ունենք ընտանիք, մեծ ընտանիք, զավակներ ունենք, չգիտեմ, եղբոր քրոջ տղաներ ունենք, հաջորդ սերունդի մասին մենք բոլորս էլ անհանգիստ ենք, բայց հենց իրենց ապագայի համար պետքա թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Այս մարդը ի վիճակի չի կառավարել Հայաստանի Հանրապետությունը, այս մարդը մեզ տանելու է ուղղակի ոչնչացման։ Եվ հիմա տպավորությունը Տիկին Կարապետյանց բանակը կազմաքանդելու հետ մեկտեղ ինքը ինչ է անում, հա, օրենք են հաստատում, եւ դա արդեն հաստատվեց, որ բանակ այլևս 2 տարի չի լինելու, հա, ծառայությունը 2 տարի, այլ լինելու է տարի ու կես։ Այս փոփոխությունները, ինչքան էլ որ ականջահաճո են դուք մայրեր եւ օրինակներ վերեցիք զինվոր ունեցող ապագայում ուղարկող բանակ, այնուամենայնիվ աշխատող տարբերակներ են։ Մենք տեսեք մարդիկ կան աչքները արդեն վախեցած, որ զոհեր, որտեվ այնտեղ անտերը դուրս վիճակ էր, գնում էին, չէին վերադառնում, ասում էին Արցախը թող անցնի, որտեղ մեր երեխեքը գնում են Արցախ, զոհվում են, հիմա Արցախից պրծել ենք։ Բայց մենք տեսանք, որ հենց ջերմուկի դեպքերի ժամանակ, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հենց մեր տարածքում քանի ինչի ազատ գյուղի մոտինը դա էլ պատերազմ չէր, որը այդպես անհայտ պայմաններում հրդեհի ենթարկվեց եւ ծնողներին մի բուռ մոխիր հանձնեցին։ Աղետալի վիճակների մեջ են եղել, ես չգիտեմ որ մենք ոնց ենք ապրում, բայց շարունակում ենք, չէ, ինչ որ ապրել, բայց դրա այդ մեկտեղ այո Նիկոլը նաեւ անում է այն ինչ որ պատերազմ
եւ խաղաղություն։ Այս պատերազմը մեր վրա փաթաթելով ինքը փորձելու է նորից շարունակել եւ այդ խաղաղությունն է փորձում նաեւ մեր վաճառել, այո։ Հիմա այս իրավիճակում մենք ինչ պիտի կարողանանք անել, որպեսզի Նիկոլը չվերարտադրվի։ Մենք անդադ ասում ենք, դե պատրաստվենք, մենք մինչեւ 1-2 դանդաղ քայլերով ենք անում, արագի մեջ այդ քայլերը ձեռնարկում ու անում է։ Եվ ես հիմա չեմ բացառում, որ ինքը կարող է գնալ նաեւ արտահերթ ընտրությունների։ Այս ձերբակալությունները, այս իրավիճակը, որ ինքն է ստեղծել, ես մտածում որ հնարավոր է դեկտեմբերից հետո հայտարարի արտահերթ ընտրությունների մասին։ Շատ հնարավոր է, ու ես սրա մասին խոսել եմ դեռ տարի ու կես առաջ, երբ դեռ որոշում չունեի քաղաքականությամբ զբաղվելու, ես այն ժամանակ եմ ասել, որ պահին Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ մի փոքր իր ռեյտինգը սկսում է բարձրանալ, ինքը անպայման գնալու է ընտրությունների եւ գնալու է կեղծիքով։ Հիմա տեսնում ենք մարդկանց քանակը, հա, հենց եկեղեցու բակում, որ իր ուզած թիվը չի, ինչքան էլ որ իհարկե իր ուզած թիվը չի, բայց միևնույնն է այդ խաղաղության, այդ խաղարկելով տարի ու կես ծառայությունը ինքը անպայման կարողանալու է հասնել։ Տեսեք, օրինակ մեր ծրագրերի մեջ եւս կա առաջարկ համապարփակ անվտանգային այդ կառուցվածք ստեղծելու, հա, համակարգ ստեղծելու մասին, որտեղ այո լինելու է տարի ու կես ծառայություն, բայց դրան զուգահեռ կան այլ գործիքներ, որոնք դու պարտավոր ես անել այդ տարի ու կեսը ապահովելու համար։ Այսինքն միայն տարի ու կեսը շատ ավելի վտանգավոր է լինելու մեր զինվորից սկսած մինչև մեր պետականությունը, զինվորի անվտանգությունից սկսած մինչև մեր պետականության անվտանգությունը, որովհետև եթե դու չես կարողանում դաշտը ծածկել, դա նշանակում է դու խնդիրներ ունես։ Իսկ այն որ Հայաստանի Հանրապետության վրա պարտավորություն է դրված, կամ ոչ Նիկոլ Փաշինյանի վրա պարտավորություն է դրված կազմաքանդել մեր բանակը, սա նորություն չի։ Սա առաջի հանրապետության տարիներին առաջի հանրապետությունը կազմաքանդելուց հետո փոխադարձ համաձայնության եւ Թուրքիայի Ռուսաստանի միջեւ այո եղել այդ համաձայնությունը։ Հայաստանը պիտի բանակ չունենա եւ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների բոլոր ժամանակների, որոնք օրվա նպատակահարմարությունից են ինչ որ գործողություններ անում, այն մարդիկ 100 տարվա ծրագիր ունեն ու 100 տարվա ծրագրով առաջ են գնում։ Այ մենք ուզում ենք որպեսզի հնարավորություն ստեղծվի, այնպիսի համակարգ ստեղծվի Հայաստանում, որի պայմաններում մենք էլ ենք ունենալու 50-100 տարվա ծրագրեր եւ բոլորս հետեւողականորեն գնալու ենք այդ ծրագրի հետևից։ Կարևոր չի որ պահին ում արձանը կկանգնացնեն որպես լավագույն։ Կարևորը որ ամեն հաջորդ եկող իշխանություն ունենա այնպիսի զսպումներ, որ պարտավորված լինի իրականացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ կապված խնդիրներ, զարգացման հետ խնդիրները, անվտանգության հետ կապված խնդիրներ։ Լինի միասնական մի պրոյեկտ ծրագիր։ Այ մի քիչ էսկո, մի քիչ ենկո, մեկը կլինի պահպանողական, մի քիչ մեկը կլինի ավելի լիբերալ, բայց ընդհանուր գիծը պիտի լինի մեկ միասնական։ Ինչպես որ անում են Թուրքիան, որ կարողացավ ոտի կանգնել, այսօր դարել է ռեգիոնալ ամենամեծ տերություններից մեկը, ինչպես շատ կազմակերպված անում Ալիև, իրան կարելի է չսիրել, իրան կարելի է, չգիտեմ, այլ վերաբերմունքներ, բայց հանուն արդարության եկեք ասենք, այս մարդը իր առաջ 30 տարի առաջ ծրագիր ա դրել ու հետևողականորեն գնում է ինքը իր պետությունը, իրան մարդատեղ են սկսել դնել, այն որ հեչ մարդատեղ չէին դնում, այսօր սկսել են մարդատեղ, ինքը հավակնություններ ունի։ Ու մենակ մենք ենք, որ անպայման կասեն, դե ինքը նավթ ունի, այն մարդ հասկացանք, ինքը այս պահին նավթ ունի, բայց դուք արդյոք ոչ մի ուրիշ ռեսուրս չեք կարողանում կազմակերպել այստեղ։ Այն էլ բանի այլ IT ժամանակաշրջանում արհեստական բանականության ժամանակաշրջանում լավ միջև էս պահ չեք ունեցել հիմա էլ չեք կարողանում թվային աշխարհի պայմաններում որտեղ ոչ նավթ է պետք ոչ ջուր է պետք հա կա ռեսուրս որը հոսանքի հետ կապված կա ու դա էլ հնարավոր է անել որովհետև այդ թվում նաև մեզ մոտ եկել են շատ լավ հետաքրքիր մարդիկ Սփյուռքից որոնք բերել են պրոյեկտներ որոնք վերաբերվում են Հայաստանի անվտանգային բաղադրիչ կազմող, ասենք, առանձնացված հոսանք ստանալու պրոյեկտներ են բերում։ Այսինքն մարդիկ բոլոր տեղերում աշխատում են։ Դու ունենաս այսքան ռեսուրս ու չօգտագործես։ Ես չգիտեմ, ինչ ոնց եմ պատկերացնում, լավ, օրվա հացով ապրել ինչքան կարելի է։ Արդյոք մենք մեր հաջորդ սերունդներին ցանկանում ենք օրվա հացով ապրելու այդ տրամաբանության մեջ մեծացնել։ Իհարկե ոչ։ Այո, հայերը պիտի ունենան պրոյեկտներ, հայերը պիտի լինեն առաջատար։ Հայերը ունեն հնարավորություն լինել ամենալավագույն երկրներից մեկը, ամենաանվտանգ երկրներից մեկը, ամենածաղկող մարդ բառն էլ վախում ասի, բարգավաճող երկրներից մեկը։ Մենք կարող ենք դա ստեղծել, բայց դա պիտի լինի շատ մտածված, կազմակերպված եւ այդ համակարգված։ Բայց նայեք, Ալիևի օրինակը բերեցիք, ես արդեն մտածում եմ ինչ պետք է հարցնեմ։ Օրինակ, ինչ եղավ, հա, երբ որ Ադրբեջանը պարտվեց
Այսինքն նրանք էլ էին մեզնից ավելի վատ վիճակում այդ ժամանակ, բայց իրենք ինչ արեցին, այս 30 տարվա ընթացքում զինեցին բանակը, զենքով, զինամթերքով, բոլոր հնարավոր միջոցներ արեցին։ Մենք հիմա պատերազմից հետո քանի տարի է անցել, մենք ոչ թե առաջ ենք գնում, այլ ընդհակառակը հետ ենք գնում եւ այո, թշնամու թելադրանքով մենք այդպես օրակարգեր ենք ձևավորում, մենք էլ փորձում ենք այդ օրակարգի մեջ մտնել եւ չի ստացվում նույնիսկ այն իրավիճակը Տիկին Կարապետյանց, որ ոչ թե մենք մեր օրակարգը թելադրենք եւ մեր օրակարգով շարժվենք, այլ ամեն օր Նիկոլը ինչ-որ մի հատ օրակարգ է ասենց գցում մեյդան, իր բառերով, հա, ասեմ որ հասկանա, եւ մենք բանը սկսում ենք, ես մի լավ բառ ունեմ, ժխշվել այդ օրակարգի տակ։ Հիմա մենք ոնց անենք, որ գոնե այդ օրակարգի տակ չմտնենք, մեր օրակարգը առաջ քաշենք եւ այդ օրակարգով փորձենք շարժվել, հատկապես ընդդիմադիր կողմը։ Բոլոր ընդդիմադիրներին է ուղված իմ, եթե կուզեք, մեղադրանքը։ Ես մի անգամ եմ ասել, մարդիկ կան, ովքեր իմ ապրածի չափով քաղաքականություն են զբաղվում։ Ու այս մարդիկ շարունակում են Նիկոլի օրակարգերը դնել շրջանառության մեջ։ Ընդդիմադիր չեն եղել, վատը է դա։ Դե հիմա ինչ որ եղել են, հիմա ընդդիմադիր են իրանց համարում, ու դա մեծագույն խնդրեմ է։ Դադարեցրեք Նիկոլի ծրագրերը քննարկելը, իր գործողությունները, իր պահանջները, իր, չգիտեմ, ինչ ոնց ուզում եք։ Դադարեցրեք Նիկոլին քննարկելը։ Լրատվականները պիտի դադարեն Նիկոլի այդ այլանդակ, հակապետական, հակասահմանադրական, հակամարտկային գործողությունները հայրաքելական եկեղեցու դեմ ուղված լուսաբանելը ուղղակի պետքա դադարեցնել։ Մենք պիտի թելադրենք, մարդիկ ովքեր իսկապես համարում են իրենց ընդդիմադիր եւ ունեն գաղափարներ, իրանք պիտի թելադրեն խաղի կանոնները։ Մենք օրինակ հիմա բավական մեծ թվով մարդկանց, դու ընդդիմադիր կարելի ասել հայացքներ ունեցող մարդկանց հրավիրել են քննարկման ՀՄԵԿ-ի հետ կապված, որովհետեւ մենք համարում ենք, որ ՀՄԵԿ-ը եւս զավթված է։ ՀՄԵԿ-ը իրականացնում է ռոպագանդիստական գործունեություն այսօր Նիկոլ Փաշինյանի եւ մենք համարում ենք, որ բոլոր ներկաները, причем հետաքրքիր ինչ էր, որ բոլորը այլ հարցերում ունեն սկզբունքորեն այլ հայացքներ, տարբեր հայացքներ, անգամ հակադիր հայացքներ ունեն։ Բայց այս մարդիկ հավաքվել են մի սեղանի շուրջ, որտեղ հասկանում են, որ ՀՄԵԿ-ը օգտագործվում է մեր ժողովրդին մանիպուլացնելու, այ գեբելսյան ռոպագանդան տարածելու համար։ Հետևաբար, այո, այն էլ մեր հարկերի հաշվին։ Հիմա մնացած ասում բա մնացած լրատվականները, այ բալամ, մնացած բաները, լրատվականները անհատական են, ինչ որ խմբերի են, ինչ որ դա ազատ մամուլի մասին է խոսքը, բայց ՀՄԵԿ-ը մեր հարկերի հաշվին է։ Հետևաբար մենք պիտի թելադրենք, այո, մենք հիմա դիմելու ենք նաև հաջորդ մեր գործողությունը լինելու է նաև միջազգային գործընկերներին դիմելը, հետո ունենք էլի գործողություն, մենք պիտի անենք գործողություններ, որոնք իր օրակարգից դուրս են։ Դուք էլ մտածեք, մեզ հրավիրեք, մենք էլ սիրով կգանք, օրակարգեր, որոնք բայց ոչ թե կուսակցական օրակարգեր, այլ հայկական համակարգեր, բերեք դրեք հարցեր, որոնք որ իսկապես խնդիր են մեր երկրի համար։ Եկեք փորձենք հավաքվել էլի են լինելու, մենք էլի ծրագրեր ունենք, պրոյեկտներ, որտեղ կարելի է մարդկանց հավաքել, հրավիրել, ու եթե հանկարծ լինեն արտահերթ ընտրություններ, այո, բոլոր առողջ, adekvat ուժերը պիտի հավաքվեն մի տեղով։ Դիմադրությունը այդպես է լինելու։ Եթե հանկարծ եղավ արտահերթ ընտրություններ, մենք պիտի մտածենք լավագույն տարբերակը, որը հնարավորություն կտա կանգնեցնել այս աղետը։ Եթե եղան հերթականը, մի քիչ ավելի ժամանակը շատ է լինելու, բայց այս աղետը պետքա կանգնեցնել։ Այս մարդիկ, այս թիմը, այս մտածողությամբ խմբերը ուղղակի աղետ են եւ պետականության համար, եւ մեր հասարակության համար, որովհետեւ այս մարդիկ գնում են կազմալուծելու։ Այս մարդիկ գնում են հասարակությանը բարոյալքելու։ Այս մարդիկ բոլոր արժեքները զրոյականացնում են։ Այս մարդիկ ամենաայլանդակ, այլասերված մտածողությունը բերում են որպես նորմա։ Սա չի կարող նորմալ լինել, հասկանում եք։ Մենք ունենք լավ հələ հայկականը դնենք մի կողմ, ասում ազգայնական, լավ դնենք մի կողմ, համամարտկային արժեհամակարգերը զրոյականացնելու ճանապարհով են գնում։ Սա մեզ բարոյականապես թուլացնում եւ քայքայում է։ Այսպես չի կարող լինել։ Հայաստանը կարող է զարգացում ունենալ միայն եթե մենք հասկանանք, որ մենք պիտի ստեղծենք մեր ազգային պետությունը։ Այո, բոլորի հետ հարաբերությունների մեջ, այո, այդ թվային նոր ստեղծող աշխարհի այդ գործիքները, բոլորը համագործակցությամբ օգտագործելով այդ գործիքները, այս ամեն ինչ պիտի արվի, բայց մենք պիտի ունենանք մեզ պահպանելու մեր անհատականությունը, հա, մեր յուրահատկությունը պահպանելու ճանապարհով պիտի գնանք։ Այլապես մենք ուղղակի կազմալուծվելու ենք, կազմակերպվելու ենք ու մեր վրայով տենց ով պարապ մնաց գալու է անցնի մի կտորը ստերից վերցնեն, մի կտորը ոնց որ 20-ական թվականներին առաջին հանրապետության կազմակերպվելուց հետո այս սրան նվեր տվեցին, այն նրան նվեր Արցախստեն տվեցին, Ղարսնդե տվեցին, այսինքն մեր հաշվին շատ կոպիտ հայտ է, չեմ սիրում այդ բանը, բայց պիտի ասեմ, Հայաստանը
հետևողականորեն եղել է եւ հիմա շարունակում են պահել, ասում են հարսը, որի մարմնի տարբեր մասերով սրա նրան լավություն են անում։ Լավ մենք պիտի կանգնացնենք մի օր այս աղետալի վիճակը, թե չէ։ Էլ տեղ չկա, արտագաղթելու տեղը չկա, ջան։ Եթե առաջ կար բարեկեցիկ կյանք, անվտանգ կյանք, չգիտեմ, դուրսը, հիմա այդ էլ չկա։ Որևէ մի տեղ չեն կարող լինել այդքան անվտանգ, ինչքան այն Հայաստանում, որը մենք շատ հեշտ կարող ենք կառուցել։ Ну, դժվար լինելու է, հեշտ չի լինելու իրականում, որովհետև այն աստիճանի են կազմակերպել ու մարդկանց մտածողությունը այն աստիճանի են այլասերել, որ բավականին դժվար ճանապարհ է լինելու, բայց այլ ընտրանք չկա։ Հայաստանը լինել կարող է լինել եւ լինելու է լավագույն ապրելու տեղը աշխարհում, լավագույն հայության համար եւ նաեւ ինչու ոչ շատ տարբեր հանգիստ ու արժանապատիվ ապրելու ցանկություն ունեցող շատ տարբեր ազգերի մարդկանց ներկայացուցիչների համար։ Տուրիստների թող լինի, տուրիստ կան գնան։ Հա, թող կան գնան, չէ։ Եվ Տիկին Կարապետյան, նաև դուք ասում եք ընտրություններում լինենք համախմբված եւ այլն, բայց այս մարդը նաև ինչ է անում, հա, այն համայնքների ղեկավարները, ընդդիմադիր ղեկավարները, որոնք ընտրվել են եւ այդ համայնքներում իսկապես մարդիկ կան, որ այս իշխանությանը դեմ են եւ ինքը շատ լավ հասկանում է, որ այդ համայնքապետերը եթե մնում են աթոռին, իրենք հաջորդ ընտրություններին 26 թվականի ընտրություններին աշխատելու ի վնաս իրեն։ Հիմա Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայնքապետ նրան ձերբակալեց, Վանաձորը տեսնում ենք, որ համայնքապետ այդպես էլ չեն ունենում, խոշոր համայնքների մասին Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանը ձերբակալված է եւ այդպես շարունակ սպանվեց Հարաքյալի համայնքապետը, որի մասին այդպես էլ չենք հասկանում ինչ փուլում է դատական process-ները եւ այլն։ Հիմա այս մարդը հետո շարունակելու է, չէ՞, այդպես գլխատել, ինչպես եկեղեցու եպիսկոպոսներին է փորձում գլխատել եւ հոտին թողել անտեր։ Մինչև 26 թվական դու պատկերացնում ես, քան ժամանակ ունենք մենք։ Հիմա եթե ինքը փորձի այդ կալանքներն երկարացնելով, տակ ինչ է մնալու։ Տակը մնալու ենք ես, դու Արտուր ջան։ Բա որ ես բոլորը մեզել կարա, տենց բան կարա լինի, ու սա ասել լրագրողների ու խմբագիրների անուններն են արդեն տվել ներքին գործերի նախարարին, ցուցակ կա ինչ որ։ Ցանկացած մարդ ում մեջ ինքը կտեսնի կամ թիմ, խումբ կտեսնի վտանգ, անպայման գնալու է ձերքի տակ եղած բոլոր գործիքակազմերով իրանց հետևից։ Բայց սա շատ ծանր կռիվ է լինելու, շատ ծանր կռիվ է լինելու, որովհետև երբ որ հակառակորդը դրսից է, հասարակության համար ընկալելի է, այստեղ մենք ենք, այնտեղ իրանք են։ Երբ որ քո պետության դեմ աշխատողները ներսից են, դա շատ դժվար է, հատկապես եթե այս իշխանությունը կարողանում է դուրսը տպավորություն ստեղծվի, թե իրանք շարժվում են դեպի արևմուտք եւ ժողովրդավարություն են կառուցում եւ բոլորում իրանք ձերբակալել են դրանք Ռուսաստանի բոլորը ագենտներ են այս տրամաբանության մեջ շատ դժվար է նաեւ այդ համարժեք արձագանքը կամ դատապարտում այս process-ների ստանալ դրսից։ Հետևաբար մեր ռեսուրսը այս հարցում մենք ու մենք ենք, ուրիշ մարդ չկա։ Մենք վերցնում ենք մեր վրա պատասխանատվություն։ Մի անգամ մեր սերունդը պիտի վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը։ Ավակ սերունդը պիտի կարողանա հարվածը վերցնել իր վրա։ Մենք չենք կարող անընդհատ մարդկային տականքի պես ապրել 18-20 տարեկանների թիկունքում։ Մենք այլևս տենց չենք կարող։ Գնացեք Եռաբլուր, տեսեք, ամանչեք իրանց ներդրումից ու մտածեք մենք ինչից ենք վախենում։ Իրանք մեռնելուց չվախեցան, մենք պիտի վախենանք ձերբակալվելուց կամ սպանվելուց։ Ես ամանչում եմ այդ երեխեքի Եռաբլուր գնալուց, որովհետև ես հասկանում եմ, որ իրանք իրանց երեխա հալով տվել են ավելի շատ, քան իմ հասակակիցները պատրաստ են իրանց վրա վերցնել պատասխանատվություն։ Այս հարվածը մենք պիտի վերցնենք մեր վրա։ Մենք հաջորդ սերնդին պիտի թողենք այնպիսի պետականություն, որի հիմքերը ճիշտ են դրված, որի պայմաններում իրանք կարող են զարգացնել այս պետությունը։ Մենք չենք կարող ամոթով ապրել մի ամբողջ կյանք։ Ու նենց չէ, որ մենք այն սերունդն ենք, որը ոչ մի բանի համար կռիվ չի տվել։ Մենք մութ տարիներին դպրոցել ենք գնացել, ինստիտուտել ենք ընդունվել, ինստիտուտ ենք ավարտել, մեր հասակակիցները պատերազմներին են մասնակցել, մենք ընկերներ ունենք զոհված առաջի, երկրորդ, երրորդ բոլոր պատերազմներում։ Մենք Երևանի փողոցներում ենք կռիվ տվել, մենք սարերում ենք Սամուլ Սարյամար կռիվ տվել, ընկերներ թրջկան, բոլոր տեղերում մենք կռիվ ենք տվել։ Մենք այնց չէ, որ այնց պասիոնար չենք, որ մենք այդ
գլուխներս դեմ տված մեր պետության համար գրիվ չենք տվել։ Իհարկե, բայց մենք պիտի կարողանանք այ վերջի, ասում եմ, մի զարգ, այս մի զարգն ա լինելու, որ մենք մեր պետությունը պիտի կարողանանք այս վիճակից հանել։ Ոստեղ շատ կարևոր է որ հասկանան, հա, ստեղ ասում եմ, դե դուք օրինակ լիբերալ հայացքներ, այ մարդի այս պահին կոնսերվատոր լիբերալ, այդ բացարձակ էական չի։ Այս պահին կա հայկական խնդիր, հայկականությունը փրկելու, հայկական պետականությունը փրկելու։ Նիկոլին դեմ ցանկացած մեկը մեր բարեկամն է, դա չունի անձնական ճշնամիներ, ենք ճշնամիներ չեն։ Հա, ունենք տարբեր հարցերում ունենք տարաձայնություններ, թե չունենք, սա այս պահին էական չի։ Մենք պիտի կարողանանք հավաքագրվել ու այդ ասում եմ մի զարգ տալը պետք։ Սա որպես բան չընդունեն քրեական գործի հիմք չընդունեն այդ մի զարգը ասեմ անգրագետների համար դա բանաստեղծական խոսք է այնպես որ եւ հաջորդ սերնդին եւս պիտի խնդրեմ հանկարծ տանը չմնան որ պահին էլ որ լինի ընտրությունները դուք պիտի գնաք ու մասնակցեք ընտրություններին սա ձեր ապագայի կռիվն է Գուցե այս պահին դուք չեք կարող ինչ-որ պաշտոններ զբաղեցնել, ինչ-որ ներկայություն, մասնակցություն, ակտիվ մասնակցություն, բայց դուք պիտի գնաք ու ընտրեք ձեր ճիշտ ապագան։ Ձեր ապագան չի կարող լինել այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են նվաստացնել ձեզ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայ, որպես քրիստոնյա, չեն կարող այդ մարդիկ ձեր ապագան որոշել։ Ձեր ապագան պիտի որոշեք դուք ձեր ընտրություններով։ Եվ մեր սերունդը պիտի իրա վրա վերցնի ամենածանր այդ ախորները մաքրելու պարտականությունը մենք պիտի վերցնենք մեր վրա։ Ուրիշ տարբերակ չկա եւ ես վստահ եմ ու համոզված եմ որ մենք այդ հնարավորությունը ունենք 26 թվականի կամ դրան քիչ ընդառաջ կցենտրությունները շատ լավ շատ ծանր ժամանակ են լինելու որովհետեւ կազմակերպումը այն աստիճանի է հասել որ տեղ ու դադար չեն թողել ոլորտ չեն թողել որ չեն կազմակերպել բայց դա նաեւ լավ հնարավորություն է կազմակերպվածը մեկա 0-ից պիտի սարքենք այս 0-ից հիմքերը ճիշտ դնելու հնարավորություն է դեպաբար մենք ունենք հնարավորություն, ունենք կամք եւ ունենք ցանկություն փոփոխություններ եւ հնարավորություն մեզ տրված է, այնպես որ մի հատ զարգ կա, ուրիշ բան չկա անելու։ Այսինքն մենք էլի Նիկոլի օրակարգով գնում ենք ընտրությունների։ Եթե դուրսը լինի հասարակություն, ընտրությունները դա Նիկոլի օրակարգ չի։ Դե այդպես թե այնպես ժամկետը եկա գնալու ենք ընտրությունների։ Դա մեր օրենքով, գործող օրենքներով։ Ստացվեց այնպես, որ մենք, այո, այն որ հատկապես այն ընդդիմությունը, որոնք անդադ ասում են, չէ, այնել բարձր ամբիոններից, որ դավաճան է եւ այլն, այսինքն դավաճանի հետ նորից գնալ ընտրությունների մի քիչ ինքը ունի հնարավորություններ կեղծելու, բայց ինքը շատ մեծ ռեսուրսներ ունի եւ ինքը նպատակադրված ես ներքուստ համոզմունք ունեմ որ ոչինչով չի խորշելու ոչ մի բանով չի խորշելու եւ դա շատ դժվար կռիվ է լինելու բայց եթե մեր հասարակությունը մեր ժողովուրդը վերջապես մի պահ շատ կարճ ժամանակով թեկուզ կարողանա իր մեջ ուժ գտնի հավաքի այդ իր ապաթիան, այդ իր հոգնածությունը, զզվացությունը, բոլորի զզվացությունը մի կողմ դնի, իսկ դրան պետքա համատեղ ուժերով հասնել, բացատրել ինչի է պետք որ դու գնաս ընտրությունների, որովհետև երբ որ դուք չեք գնում ընտրությունների, այն ավտոբուսներով ու սուրուներով տանելու են նրանց, ովքեր որ ձայնը տալու են Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլի ընտրազանգվածը պատրաստ է գնալու։ Այո, ինքը պատրաստ է եւ իրանց մի մասին էլ ստիպելով տանելու են ամենայն հավանականությամբ հետեւաբար երբ որ ձեր չմասնակցելը իրան հնարավորություն է տալի վերընտրվելու եթե ձեզ թվում է որ դուք տունը նստեցիք չգնացիք դուք այդ կեղտի մեջ չեք թաթախվելու կամ դրա հետևանքները չեք վայելելու այսպես ասած դուք չարաչար սխալվում եք այ մեր գործը պիտի լինի այս մարդկանց բացատրելը իսկ եթե հնարավորություն լինի նաեւ փողոցով ժողովրդի ապստամբության իրավունքը նաեւ օգտագործելով հնարավորություն ունի փոխելու իշխանության ինչու ոչ Ինչու ոչ ինչի 18 թվականին կարելի էր այդ process-ը իրականացնել հիմա չի կարելի ինչի այն ժամանակ դա ես այն ժամանակել եմ համարել որ դա օրինական է դա մարդու բնական իրավունքն է ապստամբել են իշխանությունների դեմ որոնք որ ակնհայտ հակապետական գործունեություն են վարում այն ժամանակ ինձ են որ ասում չեք պատկերացնում ինչ կան բան ինչ կան ես դեռ 16 թվականին եմ ասել որ մարդը իրավունք ունի ապստամբելու ու այն ժամանակ էլ լուրջ խնդիրներ ունեի։ Հիմա 18 թվականին մեր հասարակությունը ես համոզմունք ունեմ, որ մենք ժողովուրդը արել է ապստամբություն հանուն նրա, որ ունենա այլ տիպի պետություն։ Այն ինչ որ արեցին այս սրիկաները, դա լրիվ ուրիշ պատմություն է, դա հետո դրա գնահատականը կտրվի, հետո այդ ամեն ինչ կբացահայտվի։ Այ ժողովրդի ապստամբությունը դա սրբազան իրավունք է, եւ եթե լինեն մարդիկ փողոցում, իսկով պիտի ասի մի արեք։ Այդ
դրսից, ներսից ով պիտի ասի մի արեք կամ ով պիտի կանգնացնի։ Ոստիկանությունը պիտի կանգնացնի, չի կանգնացնելու։ Ես համոզված եմ ասում, ոստիկանությունը չի կանգնացնելու։ Եթե փողոցում եղավ մեծ թվով մարդիկ, ոստիկանները մեր չափ հոգնած են ու զզված են, այո, այնտեղ կան տենց խմբակներ, որոնք ինչ ասեմ, բոլոր ժամանակներում եղել են այդ հայկազները մուլտիկի մեջ են բան մարտակերպ ու ջուր մոնստերների նման են, որ sense վազելով գալիս են հրամաններ են կատարում առանց ուղեղին զոր տալու, բայց ճնշող մեծամասնությունը ես համոզված եմ, եթե փողոցում լինեն բավարար չափով մարդիկ, իրենք ոչ մարտի մեկ կանեն, ոչ էլ մեծ դիմադրություն ցույց կտան, որտեղ այսեն իշխանությունը չի, որի համար կարելի է կռիվ տալ, հասկանում եք։ Մենք նաև տեսնում ենք եկեղեցու հետ կապված դեմքեր կան, որ չեն մտնում այդ խաղի մեջ ամեն դեպքում։ Եվ իրենց դեմքով չեն հանդես գալիս հենց եկեղեցում այդ կեղծ պատարակին եւ իր այն կեղծ թեզերը, որոնք փորձում են ժողովրդի վզին փաթաթել։ Տիկին Կարապետյան, նաև մի բան կա, ընդդիմադիրները կարծես ժողովրդի հետ այդքան էլ լավ չեն խոսում, հա, որովհետեւ նայեք մեծ մասը հիմնականում իշխանություն են եղել, իսկ Նիկոլը ինչու է, հա, անընդհատ հաջողում, որովհետև Նիկոլը 30 տարի, համարյա 30 տարի եղել է անդիմություն, ճղելով իրան, չգիտեմ, գցելով իրան, ձեռքը վնասելով, գլուխը վնասելով, անազատության մեջ մնալով եւ այլն, եւ իրան այդպես անդադար ասում էր, չէ, խոշտանգումներին եւ մի ընդհանրում բռնություններին։ Հիմա այս մարդը լավ փորձ ուներ, հիմա այս անդիմությունն էլ, որը կար իշխանությունը եւ մենք էլ միշտ պայքարի կիզակետում ենք եղել։ Հիմա ժողովրդի հետ անդադար պետքա խոսել, այդ ձեր ասած ընտրություններին մասնակցելը, այն որ ձեզնից է կախված, ամեն մեկից դա կախված, դա պետք է ժողովրդի մեջ նստածնել, որովհետև ժողովուրդը այն ժամանակ էլ էր ասում, հա, որ դե ես մի ձայն մեկը իրանք որոշում են։ Բայց տեսանք մենք 18 թվականին օպերայում մենք ես ու դուք կանգնած ենք եղել եւ այնտեղ քանի հոգի մարդ կար, 50 հոգի մարդ չկար։ Բայց ով կպատկերացներ, որ գնալով ձնագնդի էֆեկտ կստանա։ Իհարկե։ Փողոց պետք է դուրս գալ, բայց ամենակարևոր հարցը մեր հասարակությունը աշխարհի ես բոլոր տեղերում եմ ասում, աշխարհի ամենափորձառու մարդիկ են, որովհետեւ մենք 30 տարի է անընդմեջ տեսնում ենք ցույցեր, միտինգներ, ընդդիմադիրներ, ծախված ընդդիմադիրներ, որոնք հետո գնում են թաթիկներ են համբյուրում կամ պաշտոններ են ստանձնում, այս վաճառված քաղաքական ցավոք մենք տեսել ենք աննկարագրելի չափով բաներ շատ։ Եվ ընդդիմությունը պետք է նաև խմբագրել, ընդդիմությանն էլ է պետք մաքրել։ Ապրեք, երբ որ դուրս է գալի ընդդիմության ներկայացիչ, անուններ չեմ ուզում տամ, բայց մարդ ում օրոք մենք տեսել ենք ոստիկանական բռնություններ, այսօր դուրս է գալի ասում Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունը օգտագործում է ժողովրդի եւ միտինգավոր խաղաղ բաների դեմ, ուզում ես ասես ինքեր ջան, լավ չես։ Մի հատ կադրերը բացի, գնա մի հատ A1+ կասա խնդրի թող արխիվները բացեն, կադրերը նայեն։ Դհոլ խփող մեր Արտուր Դավթյան դատախազը 24 News-ին հարցազրույց է տալիս եւ մի պաուզեցի հասկանամ, այս մարդը սովորական քաղաքացիա դատախազ չի եղել, ուզում եմ հավատայի, գիտեք, որ ինքը կարգին ընդդիմադիր է։ Ես դες ավելի սյուր բան ասեմ։ Ես այն օրը նայում եմ հասարակական կազմակերպություններից մեկը քննարկում է կազմակերպել, անունը չեմ տա, քննարկում է կազմակերպել ռեֆորմների հետ, այս արտադրության ոլորտում ռեֆորմների հետ կապված ու բանախոսը ով է։ Արտուր Դավթյան։ Շատ մի դարակազմիկ ելույթ, ես անպայման գնալու եմ մասնակցեմ ժամանակս, ուզում եմ նենց դասավորեմ հանդիպումներս ժամանակսների, որ անպայման գնամ մասնակցեմ, որովհետև ես այնքան բան ունեմ ասելու Արտուր Դավթյանին, ու ես ապշում եմ քաղաքասարակության վրա, որ բերում են ու լեգիտիմացնում են այսպիսի մարդկանց, խոսք ես չեմ ուզում թիրախավորել առանձին մի մարդու, Արտուր Դավթյանը մենակ չի եղել, այնպես չի, որ իրանից առաջ կամ իրանից հետո, դա համակարգ է եղել, բա դու այդ համակարգին հլու հնազանդ ծառայող եւ այդպիսի հետագից ունեցող մարդուն բերում ես ու ջահելությանը նստացնում ես ու ինքը լեկցիա է կարդալու թե ինչ բարեփոխումներ պիտի անի, լուրջ եք ասում։ Էսա ձեր քաղաքասարակությունը, էսա ձեր ժողովրդավարության գնալը։ Այսինքն այդ մարդուն գնահատական տալու փոխարեն դու բերում ես իրան տենց որպես կարկառուն դեմք ուրիշ մարդ չեք թե բերելու։ Այս երկրում ուրիշ իրավաբան չկար, ասում եմ ուրիշ հերոսի անուն դուք չգիտեք, բերել եք որ ինչ անեք, բերել եք որ լեգիտիմացնեք, սա է իրանց պատկերացումը։ Ու այս են մարդիկ են, ովքեր հանդես են գալիս որպես ժողովրդավար, որպես մեծ գաղափարների ու արժեքների կրողներ։ Նու կազմակերպության անունը չեմ ուզում տամ, բայց ամոթ է, 1000 ամոթ ձեզ, որ դուք այս process-ով գնում եք ու անցնում եք։
ոնց որ չեմ Արծրուն, այն չէ, Հովանեսյանը ինչ է, որպես փորձագետ են հրավ, չեք ամանչում։ Ում եք հրավիրում մարդու, որ Պեգովին իր ավտոյի մեջ դրած դիրքից դիրք էր տանում, այն էլ ուղիղ եթերում Telegram-ով բաներ էր տալի, հա, տեղերներ ցույց տալի, որտեղ են մեր հրետանին, որտեղ են մեր զինվորները։ Լուրջ եք ասում, այս մարդիկա բարոյական բոլոր հնարավոր նորմերը խախտված են։ Դրանից է Տիկին Կարապետյան, որ անպատժելիությունը մեզ բերել է հասցրել այս օրվան, եւ Արտուր Դավթյանները այսօր այո, կարող են նստել եւ լեկցիա կարդալ։ Բայց մենք կարող ենք, չէ՞, կանխել, օրինակ քա հասարակության ամբողջ ֆունկցիան նրա մեջ է, որpիսի դու կարողանաս ժողովրդի եւ օրվա իշխանության միջև անվտանգության բարձիկ լինես, որ դու ներկայացնես ժողովրդի կարծիքը իշխանություններին ու պարտադրես դա իրականացնել եւ հաջորդը իշխանության այդ ճնշումներից որպես պաշտպանես։ Բա դու քա հասարակություն այդ գետինը մտնեք, ես այն օրը նենց էի ջղայնացել այդ ախր շատ ամոթ է, շատ ու սրա մասին պիտի խոսվի։ Ինձանից նեղանում են, շատերն են նեղացել, ինձ բարև չեն ուզում տան քաղաքասարակության ներսում, բայց ես խորապես անտարբեր եմ դրա նկատմամբ, որովհետև եթե նժարին դրած է պետությունը, պետականությունը եւ ձեր անձնական, ձեր հետ անձնական հարաբերությունները, ես խորապես անտարբեր եմ այն դաժե անցած ճանապարհի նկատմամբ եմ։ Մեր այդ դժվարությունները, որ իրար հետ կրել ենք, ես դրա նկատմամբ եմ անտարբեր, որովհետև չի կարող պետությունը այս չափ թուլացնել ձեր նաև օգնությամբ, ձեր ձեռամբ թուլացրած պետությունը հարվածելու է ձեր երեխեքին, ախր սրանք, չգիտեմ, էլի մտածողություն չունեն, օրվա կուշտ փորը հաց ուտելը, մի քիչ տունը լավ ռեմոնտ անելը, ավտոն մի քիչ update անել, լավ ավտո առնելը, սրանց կամ ընտանիքով երկու անգամ տարին գնալ կամ երկու չէ, 3 անգամ գնացեք արտասահման ման եկեք, գետինը մտնեք, պետությունը ավիրում եք, որովհետև ձեր անձնական հարցն եք լուծելու։ Մի խոսքով ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ նորմալ է։ Մենք այս դժվարությունը մենք պիտի սա, գիտեք, դիմակները պատռելու շատ ծանր գին ենք վճար։ Նորից ես պիտի ամեն անգամ ասում եմ, եռաբլուրը դա մեր եւ հպարտությունն է, մեր արժանապատվության հարցն է, որը մեզ անդադ պիտի ուղենիշ լինի։ Որտեւ այդ երեխեքը տվել են այն, ինչը մենք պիտի ճիշտ կապիտալիզացնենք, իրանք զոհվել են նրա համար, որ մենք ճիշտ պետությունը կապիտալիզացնենք։ Մենք մաքրում ենք բոլորին, ովքեր որ իրանց անձնական շահով են ապրում։ Այս բոլոր մարդկանց ուղղակի պետքա մերժել։ Չեմ ասում տանել ծեփել պատերին, փռել ասֆալտներին, բայց ուղղակի ասում եմ լուսանցք ենք դնում այս մարդկանց։ Բոլոր պասիոնար մարդկանց պետքա ուղղակի ուղերձ լինի։ Մենք բոլորս մի աշխատանք ունենք, մի պետություն պիտի կառուցենք։ Այս պահին համախմբվելը մի պետականությունը պահպանելու տեսակետից հաջորդը այ մարդ ուզում եք լիբերալ եղեք, ուզում եք պահպանողական եղեք, ուզում եք որողության վրա ով ինչ պատկերացում ունի, աշխատեք, ստացեք, վաստակեք ժողովրդի վստահությունը, ստացեք իր ձայները, արեք այդ աշխատանքը, բայց պետականության պահպանությունը պետք է լինի մեր բոլորի սրբազան պարտքը, ուրիշ տարբերակ ուղղակի մենք մեզ չեն թողել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ